Սա Գյումրու ավտոկայանն է։ Գյումրի քաղաքը արժանապատիվ ավտոկայան չունեցավ երկրաշարժից հետո։ Քաղաքը այդպես էլ չունեցավ մի իշխանություն, որ անցած տարիների ընթացքում պետական իշխանությանը կբացատրեր ու կհասկացներ, որ այսպիսի ավտոկայանը անպատվություն է մեր արժանապատվության հասցեին։ Եվրատաշինքը երաշխավորում է, որ ամեն ջանք տնելու է արժանապատիվ ավտոկայան քաղաքացիների համար ապահովելու նպատակով։ Հարգելի համաքաղաքացիներ, մասնակցեք ավականու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Մենք մեր ասածը անող ենք։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։ Մարտի 16-ից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար օրվա ընթացքում մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր սահման հայկական ուժերի կողմից հրադադարի խախտումների մասին։ Այս խախտումներին արձագանքել է նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը, մտահոգություն հայտնելով սահմանին լարվածության աճի վերաբերյալ եւ կողմերին զգոնության ցուցաբերման կոչ արել։ Իդեպ սահմանային լարվածության ապատեղեկատվական արշավը Բաքուն սկսել է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից ընդամենը օրեր անց։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է։ Բարև ձեզ։ Տիկին Ադամյան, հաշիվը կորցրել ենք արդեն, թե քանի ապատեղեկատվություն է Ադրբեջանը տարածում օրվա ընթացքում, իբր թե հրադադարի խախտումների մասով։ Ըստ ձեզ կա արդեն ձեզ համար կոնկրետ հետևություն, թե ինչու է սա արվում։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցնելուց հետո թվում է, թե խոչընդոտները վերացած են, հա, համաձայնության ենք եկել, մնում է դա ստորագրենք, ընթացիկ հարցերը արդեն ժամանակի ընթացքում լուծելու ճանապարհով գնալու, բայց Հայաստանը եւ հայկական կողմը շարժվում են տրամաբանությամբ։ Համաձայնագիրը համաձայնեցված է 17 կետերին կողմերը առարկություններ չունեն, տրամաբանորեն որը պետք է լինի հաջորդ քայլ։ Համաձայնագրի ստորագրման վայրը, օրը ճշտել է։ Բայց սա տրամաբանորեն։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը տրամաբանության շատ յուրովի ընկալում ունի։ Սկսենք փաստից, որ Բաքուն անակնկալի եկավ, որովհետև իր առաջադրած երկու պահանջները գործնականում ամենայն դեպս իրենց գնահատմամբ Հայաստանի Հանրապետության համար չէին կարող ընդունելի լինել։ Բայց Հայաստանի Հանրապետությունը գնաց վաբանկ եւ Բաքվին դրեց շատ փակուղային իրավիճակում։ Հիմա եթե դու համաձայնել ես, քո առաջադրած պահանջներին համաձայնել են, ինչու ես ինքդ ձգձգում ստորագրումը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունն այս քայլով ամենայն դեպս բոլոր մտածող մարդկանց, բոլոր տրամաբանող մարդկանց համար ակնհայտ դարձրեց, որ Բաքուն խաղաղության համաձայնագիր ստորագրելու ցանկություն չունի։ Ինչու՞։ Նախ առաջին հերթին Բաքվին խաղաղություն տարածաշրջանում պետք չէ։ Երկրորդ, Բաքուն փորձում է դուրս գալ մեծ առևտրի։ Այս բոլոր կրակոցների մասին ապատեղեկատվությունները հիբրիդային պատերազմի մաս են։ Առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը։ Դե ես ոնց գնամ համաձայնագիր ստորագրեմ մի երկրի հետ, որը անվերջ կրակում է իր սահմանների, իմ սահմանների վրա։ Սա ձևական տրամաբանության տեսակետից, որովհետև նույն այդ միջազգային հանրությունը հրաշալիորեն գիտի, որ Հայաստանի Հանրապետությունը, որ ամեն ինչ անում է խաղաղության հասնելու համար, Հայաստանի Հանրապետությունը, որը բնավ պատերազմելու ոչ ռեսուրս, ոչ ցանկություն, ոչ նպատակ, ոչ իմաստ չունի, չի կրակի Բաքվի սահմաններին։ Տրամաբանություն, պարզ տրամաբանություն է։ Եվ այնուամենայնիվ այդ պարզ տրամաբանությանը Բաքուն դեմ է գնում, որպեսզի կարողանա առևտուր անի։ Առևտուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է միանշանակ։ Ինչ առևտուր։ Պարզ առևտուր։ Տեսեք, երբ որ Դոնալդ Տրամպը ընտրվեց ԱՄՆ նախագահ, Բաքվում երևի ավելի շատ ուրախացել էին, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
տոնախմբություն էր, այն տպավորությունն էր, որ հիմա Տրամպը կգա եւ կդառնա Էրդողանի ու Ալիևի, ինչ ասեմ, ամենամոտ ընկերը Քիրվան։ Չեղավ։ Հաշվառենք նաեւ այն փաստը, որ ընդամենը մի քանի օր առաջ կայացավ Տրամպ-Էրդողան հեռախոսազրույցը առաջինը։ Այսինքն տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակարգը թե Թուրքիայի, թե Ադրբեջանի մեծ ուրախությունը, մեծ հույսերը, մեծ ակնկալիքները չարդարացրեց։ Եվ դա մղեց, որ Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ սրտացնելու համար գնա դեպի Իսրայել։ Այս կողմից փորձի մտնել Վաշինգտոն։ Հիմա Բաքվի առաջին խնդիրը 907 բանաձևով սահմանված արգելքը վերացնելն է։ Եվ այս բոլոր կրակոցները 907-ին են ուղղված։ Բոլոր կրակոցները, որովհետև առևտրի առաջին թեման դա է։ Ինչ է նշանակում 907-ի վերացումը Բաքվի համար, գիտեք, դա ոչ ֆինանսական, ոչ ռազմական, չգիտեմ ինչ, այդպիսի վիթխարի նշանակություն չունեցող բանաձև է, բայց այստեղ կա սկզբունքային բարոյական նշանակություն, եթե դու 907-ը վերացնում ես, դա նշանակում է, որ դու դուռ ես բացում, որպեսզի Ադրբեջանը քեզ հետ հաստատի նոր հարաբերություններ։ Բոլորիս քաչ հայտնի է, ես կարծում եմ իմաստ չունի ներկայացնել, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմի հետ Ադրբեջանը ինչ հարաբերություններ ուներ։ Եվ Բայդենի ընտրվելուց հետո մեղադրանքների, հոխորտանքների ինչ շարք էր հոսում առ Բայդեն եւ առ Բլինկեն։ Դա էլ չօգնեց։ Բայդենը որ ամեն առիթով դառնում է Տրամպի թիրախ, թերևս Բաքվում հաշվարկում էին, որ իրենք էլ թիրախ դարձնելով Բայդենին կարող են քայլ առաջ մոտենալ Տրամպի սրտին, բայց դա էլ չանցավ։ Հիմա իրենք խնդիր ունեն իսկապես հայտարարություն անել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ լայն համագործակցություն են սկսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմին ունեն իբրև ռազմավարական դաշնակից։ Սա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի համար։ Եվ այդ բոլոր նոր հարաբերությունների հաստատման առաջին խոչընդոտը 907-ն է։ Դա հանելը Բաքվի համար դարձել է արդեն առանցքային խնդիր։ Դա միանշանակ է։ Միանշանակ է նաև փաստը, որ Բաքուն իսկապես չի ցանկանում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Եվ միանշանակ է նույնքան, որ նրան Ամերիկայի Միացյալ Նահանգներից ասում են ստորագրելու ես այստեղ եւ հիմա։ Ինչ ենք անում մենք։ Մենք շարունակում ենք պարբերական հերքել կրակոցների մասին լուրերը, Փառք Աստծո եվրադիտորդները նույնպես այդ լուրերը հերքում են։ Այսինքն մենք ստեղծում ենք մի իրավիճակ, որ գիտեք, մենք ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունենք։ Եվ սա շատ ցավոտ է, որովհետև ցավոտ է այն առումով, որ մենք իսկապես չենք խառնվում իրավիճակի զարգացումներին, որովհետև եթե մենք խառնվեինք իրավիճակի զարգացումներին եւ եթե մենք փորձեինք իրավիճակի զարգացումը շրջել մեր օգտին, մենք հիմա արդեն պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցությունը, որը նախորդ վարչակազմի օրով էր սկսվել, խարտիայի ստորագրումը զարգացնել։ Սա մեկ նոր վարչակազմը չունի այդ հետաքրքրությունը։ Բացառվում է, որ նոր վարչակազմը չունենա այդ հետաքրքրությունը։ Գիտեք ինչու։ Ես մա չեմ ապավինի միջին միջանցքի հնարավոր զարգացումներին տարածաշրջանում, միջին միջանցքի բացման բացած հեռանկարներին ոչ։ Դոնալդ Տրամպին պետք է հաղթանակ։ Ակնհայտ է, չէ՞, որ նա չեկավ, մեկ օրում չավարտեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Չեկավ, չստացվեց։ Շարունակվում են բանակցություններ եւ Վլադիմիր Պուտինը որևէ նախապայմանից չի հրաժարվում։ Իդեպ այստեղ եթե փորձենք զուգահեռ անցկացնել, երկու բռնապետները գնում են շատ հետաքրքիր զուգահեռ ճանապարհով, իրենց պահանջների մակարդակում։ Փոխեք սահմանադրությունը, Ադրբեջանը մեզնից պահանջում է փոխել սահմանադրությունը, հրաժարվել հռչակագրից, թեպետ իրենց սահմանադրության մեջ կան Հայաստանի նկատմամբ եւ տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ, ոչ միայն Հայաստանի, նաեւ Վրաստանի, նաեւ Իրանի նկատմամբ տարածքային պահանջներ։
Պուտինն էլ պահանջում է, որ Ուկրաինան փոխի իր սահմանադրությունը, որպեսզի դուրս գա այն կետը, որը արգելում է տարածքային զիջումները եւ ռուսական ագրեսիան համարվի իրավական։ Եվ բացի այդ, Ռուսաստանը պահանջում է եվրոպական թեկուզ մոնիթորինգային, թեկուզ զինված ներկայության բացառում Ուկրաինայում, Ադրբեջանը եւ Ռուսաստանը Հայաստանում նույնն են պահանջում։ Այո, դուք հրաշալի նշեցիք երկրորդ կետը, ես անցնեմ երրորդին, ապառազմականացումը։ Ռուսաստանի Դաշնությունը համաձայնագիր ստորագրելու պայման է դրել, որ Ուկրաինային այլևս չպետք է զինեն, Ուկրաինայի բանակը համարյա թե պետք է կազմացրվի, նույն բանն էլ պահանջում է Իլհամ Ալիևը Հայաստանից ու աշխարհից ու մեղադրում է Ֆրանսիային, Հնդկաստանին, բոլոր այն պետություններին, որոնք տարածաշրջանում ագրեսոր Հայաստանին զինում են ու տարածաշրջանում իրավիճակը լարում են։ Միանգամայն հակառակ իրավիճակ։ Կարող ենք գնալ 4-րդ կետին, եթե գնում ենք զուգահեռների ճանապարհով, կարող ենք հասնել 4-րդ կետին, ինչ է պահանջում Ռուսաստանը, որ Ուկրաինան երբևէ չանդամակցի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը։ Ինչ պահանջներ կան այս կողմում, դուք պատկերացնում եք, եթե հանկարծ հիմա Հայաստանի Հանրապետությունը հայտարարեր, որ պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին, դուրս է գալիս հապկից։ Ինչ պահանջներ էին առաջանալու թե ռուսական, թե ադրբեջանական կողմում։ Եթե հաշվի առնենք Եվրամիությունը ինչ հակադրություն ստացավ Ռուսաստանից ու ինչ հակադրություն գործնականում ստացավ նաև Ադրբեջանից։ Դուք ասում եք ՆԱՏՕ-ին անդամակցություն ասել, տեսնել թե ինչպեսի արձագանք է գտնելու, բայց Ռուսաստանի արտգործնախարարությունը ասում է, որ Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ, այնուամենայնիվ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա իհարկե ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության համար։ Մոսկվայի դիրքորոշումը այն է, որ Հարավային Կովկասի երկրների խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի շրջանակում։ Ինչ ՆԱՏՕ, հələ այս մի զորավարժության համար միայն չասեք, թե զարմացած եք այդ հայտարարությունից բացարձակապես։ Երեք Ռուսաստանի Դաշնությունը ամեն քայլով ապացուցում է, որ հետ խորհրդային տարածքի պետություններին, որտեղ էլ որ այդ պետությունները լինեն Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Եվրոպական հատվածում, ինքը վերաբերվում է իբրև իր ենթակաների։ Լսեք, Ռուսաստանի ինչ գործն է, երրորդ պետության ինչ գործն է, թե երկու այլ պետություններ միմյանց հետ ինչ հարաբերությունների մեջ են, ինչ են տեղափոխում, ինչ պայմանագրեր են կնքում, ինչ զորավարժություններ են անցկացնում։ Դուք սպասեք այսօր Մարիա Զախարովայի կամ Ռուսաստանի Դաշնության այդպես բարձրաստիճան էլիտայից ինչ-որ մեկի խիստ զայրալից հայտարարությունը Մարգարայի կամրջի համար, որովհետև եթե համեմատենք Հայաստանից իր առաքված մարդասիրական օգնությունների երթուղիները նախորդ անգամներ օդային ճանապարհով Ռուսաստանի աջակցությամբ։ Իսկ հիմա չգիտես ինչի բացվում է ինչ-որ անկապ կամուրջ, ինչ-որ անկապ ճանապարհ, դիվանագիտական հարաբերություններ չունեցող մի երկրի հետ եւ մարդասիրական օգնություն է գնում մի երկիր, որի հետ Ռուսաստանի Դաշնությունը հիմա ունի շատ խոր խնդիրներ, որին նախորդ վարչակազմին մեղմ ասած գցել է, ինչպես անընդհատ գցում է իր դաշնակիցներին։ Պատկերացնում եք ինչ հայտարարությունն է հիմա Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի հրապարակում նախապատրաստվում։ Տեսեք, վերադառնանք Հայաստան։ Երեք ինչու եմ ասում վերադառնանք Հայաստան, որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հիմա էլի ժամանակ է կորցնում։ Որովհետև հենց այս ընթացքում, այս կրակոցների ապատեղեկատվության տեղեկատվական հիբրիդային պատերազմի այս բուրն շրջանում Հայաստանի իշխանությունը թե Պաշտպանության նախարարության, թե Արտաքին գործերի նախարարության մակարդակներով ոչ թե պետք է հերքի, ոչ թե պետք է հանդիպակաց առաջարկներ ներկայացնի Ադրբեջանին բանակցությունների ստորագրման տեղի ու ժամի համար, այլ պետք է ուղիղ կապ հաստատի Վաշինգտոնի հետ եւ Վաշինգտոնին առաջարկի լինել այս համաձայնագրի հովանավոր, միջնորդ, երաշխավոր, ոնց ուզում եք ձևակերպեք բառը, որովհետև ցանկացած այլ մայրաքաղաքում համաձայնագրի ստորագրումը, այս համաձայնագիրը դնելու է նույն հարթության մեջ, ինչ եղել է 2020 նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Հիմա չի կատարվելու պարզապես։ Առավել ևս հիշենք փորձերը Ռուսաստանի Դաշնության նախագահի
մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին Մոսկվա տանելու եւ համաձայնագիր այնտեղ ստորագրելու։ Սա կլինի պարզապես խայտարակություն, եթե հանկարծ նման բան լինի։ Ես կարծում եմ, որ հայկական կողմում էլ, ռուսական կողմում էլ այդ գիտակցությունը այնուամենայնիվ կա, որ դա հնարավոր չէ։ Ինչպես նաև ձեռնտու չի, որ այդ համաձայնագիրը, ասենք, ստորագրվի հարևան Վրաստանում, որովհետև Վրաստանը այն պետությունը չէ, որ կարողանա միջնորդ լինել։ Եվրոպական որևէ մայրաքաղաքում ստորագրելը Բրյուսելից Փարիզ Ադրբեջանը չի ընդունելու։ Թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար միակ տարբերակ այնուամենայնիվ մնում է Վաշինգտոնը։ Եվ մենք հիմա պետք է ձգտենք, որ Վաշինգտոնը դառնա այս համաձայնագրի երաշխավոր, որովհետև ակնհայտ է, որ այն բոլոր համաձայնությունները, որ Հայաստանի Հանրապետությունը կայացրել է Ադրբեջանի հետ առանց երաշխավորի կամ առանց իրական երաշխավորի, այսպես ասենք, չեն կատարվել, ձախողվել են, ուղղվել են մեր դեմ։ Սկսած 20-29 նոյեմբերի 9-ից, որը պետք է լիներ ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ։ Իսկ այդ մասին Հանրապետություն կուսակցությունը համաձայնագրի ստորագրումից մի քանի րոպե անց է հայտարարություն արել։ Սա է փաստը։ Այս ուղղությամբ մենք պետք է հիմա աշխատենք, ոչ թե ջանադիր հերքենք։ Է բոլորի համար էլ պարզ է, որ մենք չենք կրակում։ Մեր ինչին է պետք է կրակելը։ Այդ Իլհամ Ալիևն է դիվանագիտական կրակոցներ արձակում մեզ վրա իր նպատակներին հասնելու համար։ Տիկին Ադամյան, տեսեք, ամբողջ ռուսական մամուլը եւ Հայաստանում Ռուսաստանի շահերն առաջ տանող մամուլը տարբեր փորձագետների բերանով հեղեղված է, որ Զանգեզուրի միջանցքի խնդրի լուծումը շատ մոտ է։ Փաշինյանը հանձնարարել է վերադառնալ Ռուսաստանի գիրկը, ապա այս դեպքում չեք բացառում Մոսկվայում դրա ստորագրումը։ Որովհետև ես այդ մամուլին հավատում եմ ճիշտ այնքան, ինչքան հավատում եմ, որ այսօր հենց հիմա ձյունն է գալիս։ Գիտեք, այդ մամուլը ունի իր խնդիրը։ Այդ մամուլի խնդիրը մեկն է։ Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությանը անverջ վախեցնել, պատերազմի վախ ներշնչել, սեփական անզորության, սեփական թուլության գաղափարը ներարկել յուրաքանչյուրի արյան մեջ։ Վախեցեք մինչև դարավերջ։ Դուք ունեք մեկ փրկիչ, դա Ռուսաստանն է։ Դեք հիպնոսի տարեր կա այդ ձեր ասած այդ մամուլի, ձեր ասած այդ փորձագիտական շրջանակների վարած քաղաքականության մեջ։ Բայց այդ քաղաքականությունը ի սկզբանե դատապարտված է, որովհետև ես կարծում եմ, որ արդեն անգամ չմտածող հայերը, ոչ միայն մտածող, այլև չմտածող հայերը բացարձակապես հասկացել են, որ Ռուսաստանի Դաշնության հետ որևէ փրկչական առաքելություն ավարտվում է սպանությամբ, պարզ սպանությամբ, երկրի սպանությամբ, մարդկանց սպանությամբ։ Շատ լավ հասկացել են, թե ինչ առաքելություն կարող է Ռուսաստանը կատարել։ Օրինակ կարող է Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին հանձնել Ադրբեջանին, կարող է Լաչինի միջանցքը ադրբեջանցիների հետ փակել, կարող է հայաթափել Արցախը, կարողացավ, արեց։ Ինչի մասին է հիմա խոսքը։ Ընդհանրապես գիտեք, ես չեմ ուզում այդ մասին երկար խոսել, բայց ես նկատել եմ մի շատ հետաքրքիր տենդենց։ Թե լրագրողները, թե փորձագետները, թե նաև որոշ, ասենք, կուսակցական քաղաքական գործիչներ իրենց հրապարակումներում չեն առաջնորդվում պետության մասին պատկերացումներով։ Գիտեք, քաղաքական գործիչների առումով դա ընդունելի է, որտեղ յուրաքանչյուր քաղաքական գործիչ բնական է, որ պետք է իր կուսակցական շահը առաջ մղի, առավել ևս ընտրություններից 1 տարի առաջ։ Բայց փորձագիտական մակարդակում ես կարծում եմ դա ընդունելի է, որովհետև ցանկացած փորձագետի խնդիրը պետք է լինի ոչ թե ահ ու սարսափ ներշնչելը, այլ իրավիճակի ռեալ վերլուծությունը եւ այդ վերլուծությունից այնպիսի եզրակացություններ անելը, որոնք անխոտելի են, ամենայն դեպս անաչառ են, ոչ թե մարդկանց անթադ վախ ներշնչելը, պատերազմը անխուսափելի է, հիմա Տրամպը հրաման է արձակել, վաղը հարվածելու է Իրանին, դե պատկերացրեք ինչ եք անելու դուք, քիչ եք հանդիպել նման հրապարակումների օրվա լրահոսում։ Տիկին Ադամյան, փոփոխություն է պետք մտածողության մեջ, փոփոխություն է պետք խնդիրների մեջ։ Բոլորս էլ մեր առաջ պետք է այդ խնդիրը դնենք, լավ, մենք ինչ ենք անում պետության համար,
Մենք ինչ ենք անում, որ գաղափարները գնան ու հասնեն ինչին վիճակագրական հային, գնան ու հասնեն մարդուն, գնան ու հասնեն քաղաքացու գիտակցությանը եւ այդ գիտակցության մեջ փոփոխություն անեն, որովհետեւ այնպես ինչպես մենք ապրել ենք մինչեւ 2018-ը, 2018-ից հետո առ այսօր, մեղմ ասած, ճիշտ չէ։ Ճիշտ չէ այն առումով, որ մենք միշտ թերագնահատել ենք մեր ունեցածը, մենք միշտ թերագնահատել ենք մեր ռեսուրսները եւ մենք շարունակել ենք ապավինել դրսից ինչ-որ մեկի աջակցությանը։ Բայց մենք պետք է ընդունենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության ազգային բանակն է։ Միանշանակ։ Եվ մենք պետք է ընդունենք, որ անվտանգությունը համակարգ է, համակարգ։ Այդ համակարգը կառուցելու համար մեզ պետք են իրական դաշնակիցներ։ Այդ համակարգը կառուցելու համար, էներգետիկ անվտանգության համար, պարենային անվտանգության համար, տնտեսության զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացիայի, վերջին հաշվով երկիսը Ռուսաստանի ճիրաններից, ռուսական մոնոպոլիաներից ազատելու համար, իրական տնտեսական դիվերսիֆիկացիայի համար, այդ իշխանության վարած հավասարակշիռը դառնում է ոչ միայն զավեշտ, այլև վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար, որովհետև եթե դու իրականում վարում ես հավասարակշիռ քաղաքականություն, այն պարագայում, երբ քո երկրում ոչինչ հավասար հնարավորությունների հավասարության դաշտում դրված չէ, երբ քո երկիրը ամբողջությամբ կախված է ԵԱՏՄ-ից, ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, ռուսական տնտեսության հետ են քո կապերը հավասարակշռելու համար պատկերացրեք ինչքան շատ պիտի աշխատես արևմուտքի հետ, արևելքի հետ, որպեսզի դու ինչ հավասարակշռության հասնես, հետո նոր այդ հավասարակշռ քաղաքականությունը վարես։ Տիկին Ադամյան, դուք շատ ավելի փորձառու եւ այլն, հիմա կմեջբերեմ, մեզ փորձենք հասկանալ, հա, ձեր թարգմանությամբ, այսպես ասած։ Ռուսաստանը ասում է. Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին մասին լուրերով եւ Մոսկվան գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, պատրաստ է նաեւ Խովայևին ուղարկել Երևան եւ Բաքու։ Նախ, Ռուսաստանը ջատագովն է Մինսկի խմբի լուծարման, այդ Մինսկի խմբում Ռուսաստանի բանագնաց Խովայևին ինչու է ուղարկում այս դեպքում, եւ հետո ինչ է նշանակում մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով, այսինքն ռուսական կողմը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, հապկում Հայաստանի դաշնակիցը հավատում եւ ընդունում է Ադրբեջանի ապատեղեկատվությունները, որ Հայաստանը կրակում է Ադրբեջանի ուղղությամբ։ Հավատացեք, այստեղ ընդհանրապես փորձառություն պետք չի հասկանալու համար, որ այդ կրակոցների որոշումը կայացվում է ոչ միայն Բաքվում, այլև Մոսկվայում։ Եվ բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը կողմերին պետք է զսպվածության կոչ անի։ Հավատացեք նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ հասկանում է, որ իր այն դիրքորոշումը, որ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատում, դիվանագիտական հարաբերությունների ընդհանրապես տարածաշրջանում որևէ հարաբերություն Հայաստանի Ադրբեջանի միջև պետք է ընթանա սակրալ ճանապարհով 2023-ի որոշումներ։ Խովայևին չպատրաստ են Լավրովին էլ ուղարկել, որը այսօր դարձավ 75 տարեկան։ Նրանք ամեն ինչ պատրաստ են անել ստեղծելու պատրանք, գոնե իրենց համար ստեղծելու պատրանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդհանրապես որևէ հարաբերություն գտնվում է իրենց վերահսկողության տակ։ Դա շատ մեծ միֆ է։ Համենայն դեպս միֆ, որ իրենք ստեղծել են խաբելու ոչ միայն իրենց, այլև մեզ։ Մեր 5-րդ Շարասյանը մեր Կրեմլի վկաներին ներշնչելու գաղափար, թե իրենք դեռ պետք են, իրենք դեռ կարող են իրավիճակ փոխել, իրենք դեռ ինչ-որ բան արժեն, ու իրենց դեռ կարող են դրա համար վճարել, չի լինելու նման բան։ Չի լինելու, որովհետև վաղուց արդեն բոլորը հասկանում են, ով ինչ է ուզում, ով ուր է տանում Հայաստանը, ով ում միջոցով փորձում է Հայաստանում իրավիճակ փոխել, հնարավոր չի դա։ 2026-ին այս բոլորը, այս ամեն ինչը գործնականում 2026-ի նախապատրաստությունն է։ Այս բոլոր
կուսակցությունների ռեբրենդինգը, տարբեր տեսակետների բյուրեղացումը, ինչու ոչ նաև տեղաշարժերը քաղաքական դաշտում։ Այս ամեն ինչը, եթե դիտենք 20-26-ի դիտակետից, ստացվում է էլի մի պատկեր, որ որոշակի ուժեր կենտրոնանում են սևերի ճամբարում, որոշակի ուժեր կենտրոնանում են սպիտակների ճամբարում, այսպես ասենք, բայց այս պարագայում իսկապես ոչ միայն հավասարակշիռ վիճակ կա, այլև գերակշիռ վիճակ կա։ Արդեն ակնհայտ է դառնում այն ուժերի համախումբը, որոնք թույլ չեն տալու, որ 2026-ը սևերի ու սպիտակների պայքար լինի, թույլ չեն տալու, որ Հայաստանի Հանրապետության ընտրողը գնա ու էլի ընդդեմ ընտրություն անի, ընդդեմ սևերի կամ ընդդեմ սպիտակների, որովհետև վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունում ստացվել են պայմաններ, այո, շատ ցավալի դեպքերի, հայրենազրկումի, էթնիկ զտման, չլինելիք դեպքերի բերումով, բայց ստեղծվել են պայմաններ, որ մենք սկսենք հասկանալ, իսկ որն է իսկական Հայաստանը, ու մենք ինչ պիտի անենք իսկական Հայաստանի համար, արդյոք մենք այսօր իսկական հայ ենք, որ հասկանում է իսկական Հայաստանի դերը, արժեքը, ապագան, ու ինչ պիտի անի այսօր, այստեղ ու հիմա։ Տիկին Ադամյան, խոսենք Գյումրիից, դուք ասում եք սևեր, սպիտակներ, այդպիսի բաներ, չգիտեմ, ես չեմ ասում։ Հետևում եք Գյումրիի քարոզարշավին, տեսնում եք այդ ատելության խոսքի չափաբաժինը, ասում են ով ընտրի քաղաքացիական պայմանագրին թուրք ու ադրբեջանցի է, քաղաքացիական պայմանագիրը նրանց ասում է դուք կրիմինալ թալանչի, հանցագործ, կեղեքած, սպանած, թալանած, եսի մինչեր եք, Բոլոր 7 մահացու մեղքերը կարող են վերագրել։ Ու այս երկուսի, մասնավորապես ԿՓ-ի տեխնացու Սարիկ Մինասյան եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, որոնք հիմնական այսպես դերակատարներն են այդ ատելության խոսքի գեներացման, դե այնտեղ էլի կան տեխնացուներ իհարկե, միայն նրանք չեն։ Հետևաբար այս ամեն ինչը, հա, այսպես տեսնելով, ինչու՞ն է կանում, եթե կարելի է այսպես ասել, երրորդ ուժի արկայության գործոնը, որը այս ամեն ինչից դուրս է։ Նախ ոչ նախկին է, ոչ ներկա է, ոչ հիմա կառավարում է, ոչ կառավարել է այդ համայնքը, եւ երկրորդը, որը որևէ ձևով այդ ատելության մեջ որևէ կաթիլ չի ավելացնում։ Ես կարծում եմ, որ սկզբանե Գյումրիի ընտրություններին վերագրվեց շատ մեծ քաղաքական նշանակություն։ Մենք կարծես թե ունենք առանձին Գյումրի պետություն, Գյումրիի հանրապետություն, այսպես ասած, որտեղ ընտրում ենք իշխանություն։ Բայց եկեք հիշենք, որ դրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Եվ ես վստահ եմ, էլի, որ եթե այդ ընտրությունները լինեին ոչ թե 2025-ին, այլ 2022-ին, նույնիսկ 2023-ին, այսքան չէին բևեռացվելու։ Չգիտես ինչու թե իշխանությունը որոշեց, որ Գյումրին իր համար հաղթական մեկնակետ է լինելու 2026-ից առաջ, թե ձեր ասած, այսպես նախկինների համախումբը որոշեց, որ Գյումրին իր համար է մեկնակետ լինելու վերադարձի համար, փառահեղ վերադարձի համար, ու բոլորը մոռացան Գյումրեցուն, ընդունեք այդ փաստը, մոռացան Գյումրեցուն, մոռացան Գյումրին, ու մտան միմյանց հետ պայքարի, միմյանց դեմ պայքարի։ Ինչ կապ ունի այստեղ Գյումրին ու գյումրեցին։ Ով է ուղղակի խոսում Գյումրիի խնդիրների մասին, տեղական ինքնակառավարման մակարդակում լուծելիք խնդիրների մասին, եւ ով է այդ խնդիրների լուծումներ առաջադրում, կոնկրետ լուծումներ։ Քվեաթերթի կամար 6 Լևոն Բարսեղյան, Եվրադաշինք։ Գիտեք, մենք չենք կարծում, ես այնուամենայնիվ ուզում եմ դա պնդել, մենք չենք կարծում, որ Գյումրիի ընտրությունը այդպես շատ լուրջ, գերկարևոր քաղաքական ընտրություն է, որ Գյումրին առանձին պետություն է պետության մեջ։ Ոչ, Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Գյումրին գերկարևոր քաղաք է։ Գյումրին ամենա, ինչ ասեմ, պատմական քաղաքն է թերևս Երևանից հետո,
ու Գյումրիի փողոցները, Գյումրիի պատմամշակութային արժեքները, Գյումրիի ողջ ներուժը շատ կարևոր նշանակություն ունեն, բայց չմոռանանք, որ Գյումրին Հայաստանը չէ։ Եվ այսպես կենտրոնացնել ամեն ինչ Գյումրիում հաղթեցինք, հաղթել ենք, Գյումրիում պարտվեցինք, պարտվել ենք, բացարձակապես սխալ է։ Բացարձակապես սխալ է, չի կարելի այդքան անտեսել, արհամարել գյումրեցիներին, սեփական շահերը պարտադրել գյումրեցիներին։ Գյումրեցին փառք Աստծո, այնքան գիտակից է, այնքան հասկանում է այս ամեն ինչը, այնքան սեփական խնդիրները ունի, որ ես վստահ եմ Գյումրին կգնա ու կընտրի այն մարդուն, որը իր խնդիրները լուծելու համար է, ոչ թե այն մարդուն, որը Գյումրին դիտում է իր համար ցածկահարթակ դեպի իշխանություն հերթական ցածկի համար։ Դա մեղմ ասած աններելի է, անթույլատրելի է ու անբարո է։ Եկեք Գյումրին չվերածենք, հա, իշխանական գզվռտոցի, թե ներիշխանական, թե միջիշխանական գզվռտոցի։ Դե արդեն վերածվել է։ Սխալ է, սխալ է, և գյումրեցին իր ընտրությամբ պետք է գնա ու դա ցույց տա, որ ինքը դա հերքեց, մերժեց, չհամաձայնեց դրա հետ, գնաց ու ընտրեց իր խնդիրները լուծողին։ Իսկ եթե կգտնվեն, ասենք, գյումրեցիներ, որոնք կգնան էլի, օդից փող համակարգով, ինչ ասեմ, թաղի տղեկի համակարգով, լավ գիտենք այդ կլանային, միջկլանային, ներկլանային կապերը, կգնա ու այդպիսի քաղաք իր համար ավագանի ու քաղաքապետ կընտրի։ Հավատացեք, կա շատ հին իմաստություն, յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Օդից փող, թաղի տղերք, վախ, չգիտեմ, հեղինակություն, նայած ով ինչով կառաջնորդվի, թուրք, բայց որքան էլ մենք գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմնի հետ, նույն Եվրադաշինքի մասնակցությունը որոշակի, այսպես ասենք, նաև համապետական, հա, որոշակի շղարշ է հաղորդում այս ընտրություններին, հաշվի առնելով, որ օրինակ ամսի 25-ին էլ խորհրդանի քարոզյան նիստեր է մտնում Հայաստանի Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը երրորդ ընթերցման եւ եթե ընդունվում է արդեն նա դառնում է օրենք։ Մենք հիշում ենք թե ինչպես է ձևավորվել Եվրադաշինքը, հա, որտեղից են ակունքները գալիս, Եվրակֆեն հայտնի եւ հետեւաբար Գյումրին Հայաստանի, այսպես ասենք, միակ քաղաքն է, որտեղ նույն ռուսական զինված կոնկրետ շատ ներկայություն կա, այնտեղ կա ռազմաբազա, զորամասեր եւ այլն։ Եվ Պերմիակովներ։ Այո։ Եվ այստեղ կարևոր է, չէ, որ նաեւ հենց եթե Գյումրիում քաղաքացին գնում է եւ քվեարկում է, իր այդ մի քվեի նշանակությունը շատ ավելի մեծ կարևորություն ունի, շատ ավելի գաղափարական իմաստով խորքային շերտեր ունի, շատ ավելի վերաբերում է նաև ամբողջ Հայաստանին, հա, հաշվի առնելով այս գործընթացների խորհրդանում, Գյումրիում զուգընթաց, որ տեղի են ունենում եւ առհասարակ օրակարգը, որ շրջանառվում է արդեն տևական ժամանակ մեր հանրության կողմից եւ դրա նկատմամբ հանրության սպասելիքները մենք չենք կարող համենայն դեպս այս ամեն ինչի մասին ոչ 2018-ից հետո խոսել այնպես ինչպես հիմա խոսվում է եւ առարկայանում է ոչ 19-ին, ոչ 20-ին, 21-ին, 22-ին, հիմա բան է փոխվել։ Պարոն Օսկանյան, Եվրադաշինքի Գյումրիի ավականու ընտրություններին մասնակցելը քաղաքակրթական շերտ ավելացրեց Գյումրիում։ Գյումրեցուն գնացինք ու ասացինք դու ունես իրական ընտրություն։ Սա իսկապես քաղաքակրթական փոփոխություն էր։ Սա նշանակում էր, որ դու այլևս ընտրություն չես անում թաղի ավելի լավ, ավելի շատ ավելի լավ տղեկի միջև։ Թաղային ընտրությունից թաղային փողոցային ավելի ճիշտ էսպես ասած, փողոցային հեղինակությունների ռանգի մակարդակի գրպանի եւ այլնի մեջ ընտրությունից վերածեց իսկապես ընտրության մեծատառով հնարավորություն տվեց, շանս տվեց այդ ընտրության։ Եվ դա Համենայն դեպս ստորագրահավաքով սկսված գործընթացի կարևորագույն ձեռքբերումներից հերթականն է, որովհետև երբ մենք օրակարգ էինք բերում Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, մենք Հայաստանին էինք շանս տալիս, ու այդ շանսը մեծացրեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությամբ, ստանալով 60,000 ու ավելի ստորագրություն, այդ թվում եւ Գյումրիից։
այդ թվում միանշանակ այդ թվում եւ Գյումրիից եւ ստանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պահանջվեր 300,000-ն էլ կհավաքեին։ Հիշենք նաեւ, որ այդ ստորագրությունները հավաքեցին ոչ թե 2, այլ 1 ամսում։ Այսինքն այդ ներուժը ժողովրդի մեջ արդեն կա։ Ժողովուրդը արդեն հասել է գիտակցության այդ ընկալմանը, իր պահանջների, իր պաշտպանվածության, իր զարգացման այդ տեսլականին, թե Գյումրիում է ասել, թե Հայաստանի Հանրապետությունում է ասել։ Ես կարծում եմ, որ Լևոն Բարսեղյանի ներկայությունը ընտրապայքարում Գյումրիում այս պահին խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության զարգացման այլընտրանքը նաև, որովհետև Լևոն Բարսեղյանին որևէ կերպ չես կարող ներկայացնել բոլոր այն մեղադրանքները, որոնք այսօր միմյանց ներկայացնում են այդ սև ու սպիտակի ճամբարները, այդ պարույրի մեջ որևէ ձևով դու չես կարող Լևոն Բարսեղյան դնել ու Լևոն Բարսեղյան մեղադրել։ Հենց դա է կարևոր, չէ՞ որ նույն Եվրաքվեն ձևավորվեց էլի մի միջավայրում, մի ժամանակ, երբ որ հանրային մեր օրակարգը միայն հեղեղված է այդ ամեն ինչով։ Թուրք Դավաճան նախկին ներկա, չգիտեմ, Թալանչի, հողատու, այդ էր, ուրիշ բան չկար։ Եվ այս դեպքում էլ Գյումրիում մենք տեսանք, որ այո, ընտրությունները քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ էլ սկսեցին զարգանալ թուրք, դավաճան, հողատու, չգիտեմ, կոռուպցիոներ, Թալանչի տրամաբանության մեջ եւ էլի ձևավորվում է արդեն կոնկրետ քաղաքական օրակարգ, որը բերում է այլընտրանք կոպիտ ասած, հա, որի շուրջ կարելի է մտքեր փոխանակել, որի շուրջ կարելի է բանավիճել, խոսել, ունենալ իհարկե անհամաձայնություններ, բայց դա առարկայական եւ շատ կոնկրետ օրակարգ է, որը հետեւաբար նաեւ ենթադրում է շատ առարկայական հարցադրումներ, պատասխաններ, լուծումներ, ճանապարհային քարտեզ, աշխատանք, ոչ թե ասել թուրք, չգիտեմ, դավաճան, հողատու, Թալանչի ու դրանով ամեն ինչ վերջացավ, որի մեջ ոչ կա պատասխանատվություն, ոչ աշխատանք, ոչ հեռանկար, ոչ ճանապարհային քարտեզ, ոչ պատասխանատվություն։ Այո։ Գիտեք, այդ Գողփիսոյի ու Քաչալշան տրամաբանությունից որ դուրս ենք գալիս Լևոն Բարսեղյանի մակարդակին։ Որովհետև առ այսօր ես ինչքան հետևել եմ ընտրարշավի այդ զիգզակներին, բռնեմ բաց թողումներից սկսած վերջացրած միմյանց հետ փոխհարաբերություններում էլ երգչական, դերասանական, եսի ինչ դրսևորումներին, Լևոն Բարսեղյան միակ ստապ Գյումրիի մասին մտածող տեխնացուն է դառնում։ Ճիշտ, օրակարգ փոխող տեխնացուն, օրակարգ, այդ ձեր նշած հանգամանքը գերկարևոր էր, օրակարգ է փոխում Լևոն Բարսեղյանը, Եվրադաշինքը այսօր Գյումրիում օրակարգ է փոխում, գուցե գյումրեցիների համար էլ անակնկալ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում օրակարգ փոխեց ստորագրահավաքը, մենք դարձել ենք օրակարգ փոխող ուժ, ոչ միայն օրակարգ փոխող, այլև լուծումներ բերող, որովհետև օրակարգ փոխելը ընդամենը առաջին քայլն է։ Մենք մերժում ենք այդ շինծու օրակարգերը, որոնք պարտադրվում են մեզ հիբրիդային պատերազմների շրջանակներում, մեր շատ այսպես ասած ջերմ բարեկամներից ու իրական թշնամիների կողմից, եւ մենք առաջադրում ենք մեր օրակարգը։ Ու մեր հաղթանակի գրավականը այն է, որ մենք ոչ միայն այսպես շարժում ենք ստեղծում, այլև լուծում ենք բերում, կոնկրետ լուծում ենք բերում։ Մենք առաջարկում ենք, ինչ պետք է անել Գյումրիում։ Լևոն Բարսեղյանի հոլովակները փայլուն են։ Կոնկրետ մարդը ասում է, ինչ պետք է անել Գյումրիում։ Ես չեմ տեսել որևէ տեխնացուի նման հոլովակ։ Չեմ տեսել, որ որևէ տեխնացու իր խնդիրները այդպես ներկայացնի։ Իրենց պայծառ անձը պանծացնելուց բացի Գյումրեցու մասին մտածող շատ քիչ երևի դրսևորումներ են եղել։ Բայց դա դնենք մի կողմ, դուք հիշատակեցիք, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Ես կարծում եմ, որ օրինագիծը ընդունվելու է։ Եվ այդ օրինագծի ընդունումը լինելու է հերթական պաշտպանական վահանը, որ Եվրաքվեի ուժերը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում են։ Լինելու է այն ցածկահարթակը, որ մենք դնում ենք ամբողջ ժողովրդի առաջ
ու ասում ենք մի քայլ բարձրացեք վերև, դուք արժանի եք դրան, այդ դա է լինելու, դա լինելու է այն քայլը, որով մենք Հայաստանի Հանրապետության համար նոր հեռանկարներ ենք բացում, որով մենք միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության իմիջն ենք փոխում, վերջին հաշվով ասում ենք համաշխարհային հանրությանը, որ այս երկիրը գնում է դեպի արևմուտք, այս երկիրը գնում է դեպի Եվրոպա, այս երկիրը գնում է դեպի զարգացում, ու դժվար է այլևս այս երկրին անդադ ներքաշել տեղապտույտի մեջ, դժվար է անդադ այս երկրին ներկայացնել մեղադրանքներ, որ ինքը ինչ-որ պետության կացորդն է, եւ այլևս այդ պետությունը չի կարող այս երկրում տարբեր գործիչների միջոցով հիբրիդային խաղեր տալով շարունակել այն ջանքերը, որոնց նպատակը Հայաստանը Թաթարստան դարձնելն էր։ Եվ վերջին հաշվով հերիք է այդ մեղրու միջանցքի սպառնալիքով հերիք է ամբողջ հանրությանը առավոտից երեկո ահաբեկեք, հայտարարեք հեսա պատերազմը սկսվելու է, որովհետև Թուրքիան է վերցնելու միջանցքը, Ադրբեջանն է վերցնելու միջանցքը, Ռուսաստանն է վերցնելու միջանցքը, մենք տալու ենք միջանցքը, մենք ծախել ենք, մենք չգիտեմ ինչ ենք արել։ Դա բավարար է, չէ, այսքան ժամանակը համոզվելու, որ Հայաստանի Հանրապետությունն այդ միջանցքը միջանցքային տրամաբանության մեջ որևէ մեկին չի տալու։ Ես կարծում եմ, որ բավարար է այս ընթացքը համոզվելու, որ մենք կողմ ենք խաղաղության եւ մենք կողմ ենք ճանապարհային հաղորդակցության բացման։ Եվ այդ օրինագծի ընդունումով մենք եւս մի քայլ առաջ ենք գնում թե հաղորդակցուղիների հաստատման, թե զարգացման տնտեսական ծրագրերի հաստատման։ Սա ռեալ ընթացք է։ Գուցե առաջին հայացքից այս ամեն ինչը այդքան հստակ չի երևում, բայց սա ռեալ ընթացք է։ Եվ այդ ռեալ ընթացքին իշխանությանը մղում են հենց Եվրադաշինքի ուժերը։ Կարծում եմ, որ ժողովուրդը դա տեսնում է, հասկանում է ու պիտի գնահատի։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։